Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամ Ամարաց ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամ Ամարացի նորաբաց խանութսրահում։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ջահրին վարիր, ինչպես աղբյուր վարարիր, դու սիրտնի բորբոքրով արիր, և թող մուտն այս անդարձ մարի, շուտ միայն սիրո թևով արի, դու դարձիր օգիր այդ ողբոքուս, և մի խոյանքնոր, իմ միակ կարոտ միակ լույս, երկրին մի մոռանա դու մի հեռանա։ Կզարմանաս, բայց նաև գիտեմ, թե ում ես սիրահարված արփի։ Ռուբեն ինչ է։ Դու Ռուբենին ես սիրահարված։ Արփի, ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, դու ոնց կարող էիր Ռուբենին սիրահարվել ու չփորձվես հերքել։ Մամով ա քեզ պատմել։ Մամով ա ասել, քեզ ասա։ Արփին պատասխանա տալու իր արածների համար։ Ես չեմ թողի, որ այդ հոգեբանի հետ անկեղծությունը իր վրա էժան նստի։ Արա ինձ քո պրոբլեմները վաբշե չի հետաքրքրում։ Ուր դու եկել ես էլի գնա անդե։ Սպասի Միկա։ Միկա, սպասի հետդ խոսալու բան։ Արա, աղջիկ ջան։ Ասի հեռու գնա։ Լսի, սպասի։ Միկա, փող եմ ճարել։ Լսի, փող եմ ճարել, որ ինչքան ուզենանք առնենք։ Ես մեղավոր չեմ, որ Արփին պատմել այն վրա մի գցի։ Ինչ, բա ինչ ես եմ մեղավոր, հա։ Անենց աներ չպատմեր։ Բայց ես ինչ անեի։ Կարող ամբողջ օրը հետևից մանգամ, ես ինչ իմանամ, ուր ա գնում ու մոտ ինչ ա խոսում։ Ես փողը վերցրեմ։ Փողը վերցրեմ, մի բան բերելի, խնդրում եմ, էլ չեմ դիմանում, խնդրում եմ։ Ուզում եմ սաղին մոռանամ, զզվել եմ այդ տնից, ոչ մեկին չեմ ուզում հիշեմ, ոչ մեկ երեսը չեմ ուզում տենամ։ Խնդրում եմ, էլի շուտ արա գնամ մի բան բեր։ Լավ, հասկացա։ Գնամ տենամ ինչա տենց, որոլնի կբերեմ։ Լսի, չէ, ինչ շուտ ա պետք, հենց հիմա ա ինձ պետք։ Հոփ, ես չեմ սիրում, որ իմ հետ այդ տոնով են խոսում, հրամայում եմ։ Դու ավելի լավ գնա քուրիկի մոտ ու հետևից ման արի, որ տենց չէ թե աչք ձախ բերանը բացի, լավ։ Բոնջո։ Նա ինձ արփի։ Տես ես ինչ օրն եմ ընկել։ Դու ոնց կարող էիր թիկունքից ինձ նման հարված հասցնել։ Ամենացավալին է, որ դու ինձ չես վստահում արփի։ Ու բոլորին ասել ես բացի ինձնից։ Մամ, ես քեզ պատմելու էի։ Ճիշտ եմ ասում, պատմելու էի։ Տեսնում եմ ոնց էիր պատմելու արփի։ Բոլորը գիտեն բացի ինձնից, բոլորը։ Մամ, ախր բոլորն էլ գաղտնիքներ ունեն։ Ու այդ շատ անձնական էր։ Դրա համար հեշտ չէր իմ համար, որ ասեի քեզ։ Ճիշտ ես արփի, քեզ համար հեշտ չէր։ Որովհետև դու շատ խելացի աղջիկ ես։ Դու շատ լավ հասկանում էիր, որ եթե ես իմանամ, ես քեզ կարգել եմ։ Ախր ոնց կարող է 15 տարեկան աղջիկը սիրահարվել իր պապայի տարիքի տղամարդուն, հա? Ոնց։ Չեմ կարողանում ես դա հասկանալ արփի, ոչ մի կերպ չեմ կարողանում։ Մամ, ով ա քեզ ասել։ Ասա, մամ, ով։ Վաղուց ես սիրահարված Ռուբենին։ Ես չեմ հասկանում։
Հետ ոնց է եղել, որ ես չեմ նկատել։ Ախր դու դեռ երեխա ես Արփի, դու ինչ ընդհանուր բան կարող ես ունենալ Ռուբենի նման տղամարդու հետ, հա։ Ախր ինքը քո պապայի տարիքին է Արփի։ Ինքը մեր ընտանիքի անդամ է, ես չեմ հասկանում Արփի, ոնց կարող էիր, ոնց։ Մամ, պապան է քեզ ասել այդ մասին։ Փաստորեն պապան գիտի։ Դե մամ մտածում եմ, որ պապայի հետ ես խոսել։ Ուրեմն դու պապային ասել ես, իսկ ինձ չէ, հա Արփի։ Ես չեմ հասկանում։ Այս տանը բոլորը ամեն ինչից տեղյակ են, բացի ինձնից։ Մամ, մի ջղայնացի, խնդրում եմ, քեզ ուզվել չի կարելի, դու հիվանդ ես։ Արփի, ես քեզ կյանք եմ տվել։ Ես քեզ ինձնից շատ եմ սիրում։ Դու ախր ինձ հետ sense չպիտի վարվես, Արփի։ Մամ, կներես, էլ երբեք չի կրկնվի։ Քո անտարբերությունը, Արփի, ինձ ամենաշատն է ցավացնում։ Ինձ համար ամենացավոտն այն է, որ դու ինձ հետ sense ես վարվում, հասկանում ես։ Արփի։ Չէ, մամ, տենց մի ասա, ես քեզ շատ եմ սիրում։ Տեսնում եմ ոնց ես ինձ սիրում։ Լավ, ես այս հարցը պապայիդ հետ կլուծեմ։ Ալո, հա, բաբկենն է։ Բաբկեն, նանանա։ Չճանաչեցիր։ Երևի անունս էլ արդեն չես հիշում։ Հա, նանա ջան, չճանաչեցի կներես, մի քիչ խառնայի։ Արդեն գիտեմ ինչ եղել կնոջդ հետ։ Երևի դրա համար ես մի քիչ ցրված։ Հա, մի քիչ լավ վիճակում չեմ հիմա։ Դե դրա համար զանգել եմ։ Ասել եմ, չէ, եթե վատ լինես ուզենաս ինչ-որ մեկի հետ կիսվես, հիշի, որ ես կամ։ Բաբկեն, ուզում եմ քեզ տեսնեմ։ Բաբկեն։ Չես լսում, ասում ուզում քեզ տեսնեմ։ Խնդրում եմ, ինչ ուզում ես ասա, պատժի ինձ, բայց մենակ իմ պատճառով պապայի հետ մի կռվի։ Պապատ ինձ պիտի բացատրի ինչի է ինքը իմացել ու այսքան թեթև վերաբերվել ես ամեն ինչին։ Բայց մամ, Արփի, դու մեր միակ աղջիկն ես։ Ես չեմ կարող թույլ տալ, որ դու այդ քո երեխայական սիրահարվածության պատճառով կործանես կյանքդ։ մամ, ախր ինչի չեք ուզում հասկանալ, որ ես էլ եմ մեծացել ու սիրելու իրավունք ունեմ։ Սիրի Արփի, ես դեմ ոչինչ չեմ ասում, բայց ոչ հորդ տարիքի տղամարդու հասկանում ես։ Մամ, Ռուբենը պապայից փոքր է։ Մամ էլ սիրելու ժամանակ չեն հարցնում, թե ում սիրեն։ Վերջ Արփի, ես քեզ արգելում եմ այդ մարդուն սիրել։ Ու անտեղի հույսերով ապրել։ Դրա համար էլ ես քեզ չէի ուզում ասեի, մամ։ Գիտեի, որ ինձ չես հասկանալու ու ջղայնանալու ես իմ վրա։ Բայց այ Անուշը։ Իսկ Անուշը լավն է, չէ՞։ Անուշին կարելի է վստահել, ամեն ինչ պատմել։ Հա, մամ, մի նեղացի, բայց Անուշ ինձ լսում է։ Հասկանում է ինձ, ես էլ իրան եմ լսում ու հասկանում։ Հարազատացել եք, հա։ Անուշն է քեզ ասել, որ քույրեր ենք։ Չէ, մամ, Անուշ ինձ ոչ մի բան չի ասել։ Ես ուրիշից եմ իմացել։ Բայց Անուշը հաստատել է, որ այդ ճիշտ է։ Բայց մամ, չեմ հասկանում, թե ինչի է գաղտնի բա։ Դե եթե այդքան մոտ ես Անուշի հետ, գնա իրանց էլ հարցրու։ Բայց չմոռանաս Ռուբենի մասն էլ հարցնել, թող պատմի։ Ինչ։ Ինչ պիտի պատմի մամ Ռուբենի մասին։ Ինչ ա եղել։ Այ հիմա բաց։ Ինչ սիրուն են։ Դրուտ եկավ անակնկալը։ Շատ, բայց ով է բերել։ Քրոջդ աղջիկը, Արփին Անուշ ջան։ Հա, չնայած հիմա պետք է ասեմ Տիկին Անուշ, չէ։ Վերջած Ժուլուսին է։ Փաստորեն Արփին եմ բերել։ Գիտես Լուսինա, այս ծաղիկները ինձ համար շատ կարևոր են։ Գիտես, ես էլ նվեր ունեմ Արփիի համար։ Մի հատ մորքուր էլ մենք չունենք մեզ նվերանի։
Ինչի միջև հիմա քո այդ սիրելի Անուշը ոչինչ չի ասել նրա մասին, որ Ռուբեն ընկերուհի ունի, պատրաստվում ամուսնանալ։ Գիտեմ, մամ։ Ու դրա համար ես ատում եմ այդ կնոջը, ատում եմ, որովհետև ինքը փողի համար է ուզում Ռուբենի հետ ամուսնանա։ Ես ամեն ինչ կանեմ, որ իրենք չամուսնանան, մամ։ Չեմ կարծում, որ դու այդքան մեծ ատելությամբ ես լցված այդ կնոջ հանդեպ։ Չէ, մամ, ամբողջ սրտով ես ատում եմ իրան։ Փաստորեն էլ ավելի կատես, երբ իմանաս թե ով է։ Մամ, դու ճանաչում ես այդ կնոջը։ Դու էլ ես ճանաչում, Արփի։ Ով է, մամ, անունն ասա։ Պետք է նա Անուշն է։ Անուշն է Ռուբենի հարսնացուն։ Ինչ, մամ։ Հա։ Ռուբենը պատրաստվում է Անուշի հետ ամուսնանալ։ Չէ, մամ, չեմ հավատում։ Այդ ճիշտ չի, մամ։ Բայց տեսնես ինչի է հենց հիմա որոշել Արփենից ծաղիկներ նվիրել։ Հասմիկը ես վիճակում եմ։ Տանն էլ ամեն ինչ սենց խառը։ Դե Արփին քեզ շատ է սիրում։ Երևի Արյունն իրանն ասում է, որ առանց իմանալու որ մորաքույրն ես, հարազատի նման էր քեզ վերաբերվում։ Ճիշտ ես։ Իսկ չես ասի, ինչ կա տուփի մեջ։ Չէ, Լուսինե, որովհետև անակնկալ է։ Իսկ դու հաստատ չես դիմանա կպատմես։ Ես պետք է շատ լուրջ խոսեմ Արփիի հետ։ Մամ, այդ հնարավոր չի։ Անուշը չի կարա Ռուբենի ընկերուհին լինի։ Չէ, մամ, չեմ հավատում։ Ես հավատում գնա քո սիրելի Անուշից հարցրու։ Հասա թող Խոստովանի, թող ամեն ինչ պատմի։ Գնա։ Չէ, մամ, այդ ճիշտ չի։ Եկավ իմ վրեժի բահը Անուշ աղջիկ։ Եկավ։ Դու Ռուբենին վրացի ծաղակ։ Լավ, Անուշ։ Լավ։ Համել քեզ մի գաղտնիք բացեմ։ Ասեմ, որ ես փոքր եմ, բայց ինքը ինձանից մեծ է։ Հա? Շատ։ Համարյա պապայի տարիքին կլինի, բայց մի քիչ փոքր։ Իրոք չի պատկերացնի, որ տենց տարիքային տարբերություն կլինի։ Կարծում էի քո ընկերներից կլինի, քո դասընկերներից։ Չէ, Անուշ, ես իսկական տղամարդու եմ սիրահարված։ Խնդրում եմ, փորձի հասկանալ ինձ։ Դու պետք է փորձես մտքիցդ հանել իրան։ Ինքը երբեք քեզ չի սիրի, Արփի։ Դավաճան։ Ստախոս ոնց ես նման բան արել։ Ատում եմ քեզ, Անուշ։ Ատում եմ ու ատելու եմ ամբողջ կյանքում։ Չէ, ես այս ամեն ինչս ես չեմ թողնելու։ Դու ինձ պատասխան ես տալու Անուշ աղջիկ։ Ալո, Ռուբեն, Հասմիկն է։ Հա, Հասմիկ ջան, ոնց ես, հո բան չի եղել։ Ռուբեն, հենց հիմա արի մեր տուն։ Մենք պիտի խոսենք։ Խոսքը քո ու Արփիի մասին է։ Ես պիտի իմանամ ինչ կա ձեր մեջ։ Ոնց է իմ սիրուն աղջիկը։
Բերել ես։ Հա, ստե։ Շուտ արա, տուր ինչ ես պինդ պահել։ Մարդ կա, որ խոսացել ես հետը։ Ինչ եմ խոսացել։ Միկա դու լրիվ ես գժվե, քո կարծիքով ես ամբողջ օրը քո մասին եմ խոսում։ Սրա մասին։ Ով է Միկա վերջացրա տուր, հա։ Մենակ Հասմիկի հետ եմ մի երկու բառ խոսացել։ Կոկոյիդ մասին մի քանի բան եմ պատմել։ Վայ ոնց եմ հոգնել ես այդ ընտանիքից, ամբողջ օրը այդ տանը սուք ու վայն ասում հա։ Այդ աղջիկ արդեն իմ այստեղն է հասել։ Դեսի տուր էլի շուտ արել չեմ դիմանում։ Ան։ Քան փող եմ տվել, որ ես բերես։ Այս էլ է հələ շատ։ Խոստումներդ ոնց որ շատ շուտ ես մոռանում։ Քանի լա Արփինի մի չի եղել ես ալնել մենակ։ Ես իմ խոստումները երբեք չեմ մոռանում, եթե մի բան խոսք եմ տվել, ուրեմն կանեմ։ Հենց այսօր Իրիկունը տնից կհանենք։ Հանգիստ կմխիթարես քո թագուհուն։ Ինչ ա եղել Արփին։ Լավ չես գում քեզ։ Ինչի ես տենց նայում վրաս։ Չէ, լավ եմ։ Գիտեմ, որ մամայիդ համար է շատ անհանգստանում։ Բայց մի մտածի։ Կամաց կլավանա մամատ։ Այ կտեսնես։ Տես ինչ եմ քո համար բերել։ Հենց տեսա որոշեցի, որ սա հենց քոնը պետք է լինի։ Նայ, բացի։ Չես բացելու։ Թող ես բացեմ։ Չէ, թողնում եմ։ Ես հետո կնայեմ։ Ուզում էիր խոսել հետս։ Ասա, ինչի մասին էիր ուզում։ Խոսենք։ Արփի, ես քեզ մի գաղտնիք պետք է ասեմ։ Դու արդեն հասուն աղջիկ ես։ Հուսամ, որ ըմբռնումով կմոտենաս ու կհասկանաս ինձ։ Չեմ հասկանում, ավելի պարզ։ Կան բաներ, որոնց մասին դու պետք է իմանաս, Արփի։ Լուրջ։ Դու ավելի քան որևէ մեկը իրավունք ունես իմանալու ճշմարտությունը։ Ուզում եմ, որ հենց ինձնից իմանաս, չեմ ուզում, որ ինչ-որ ուրիշ մեկը քեզ պատմի։ Ոնց որ երկարում է խոսակցությունը։ Ասա Անուշ, ինչի մասին ես ուզում խոսել։ Ուզում եմ սիրո մասին խոսել քո հետ։ Հասմիկ ջան, ինչ պիտի խոսենք մեկ իրար հետ։ Ինչ ա կատարում, ու մեկ էլ խոսելու տոնը հեչ դուրս չի գալիս։ Դե լավ էլի Ռուբեն, ինչի ես ինձ հիմա այդտեղ դնում։ Հասմիկ, դու հասկանում ես, որ հիմա ինձ վիրավորում ես։ Դու լավ գիտես, որ ես քեզ միշտ էլ հարգանքով եմ վերաբերվել։ Ու հիմա խնդրում եմ, ասա ինչ ա եղել։ Այդ ես քեզ պիտի հարցնեմ ինչ ա եղել Ռուբեն։ Ես կույր եմ, բայց խուլ չեմ։ Ես ուշ թե շուտ պիտի իմանա ինչ ա կատարվում այս տանը։ Հասմիկ, ես չգիտեմ ինչ ա եղել ու խնդրում եմ մեղադրելուց առաջ էլ բարիեղի ինձ բացատրի ինչու եմ մեղադրվում։ Բացատրեմ։ Դու գիտես չէ Ռուբեն, որ քեզ իմ տանը հարազատի նման է վերաբերվել։ Վստահել են քեզ։ Հա, ինչի համար ես միշտ շատ շնորհակալ եմ եղել, Հասմիկ։ Շատ ավելի լավ որ այդքան հասկանում ես։ Բայց ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել։ Մի խոսքով Ռուբեն, ես սպասում եմ։ Հենց հիմա արի մեր տուն, մենք պիտի խոսենք։ Լավ, Հասմիկ, հենց հիմա գնամ։ Սպասում եմ։ Իսկ ինձ փորձանք։ Նանա ջան, զգացված եմ, որ ուզում ես ինձ տեսնես, բայց կներես չեմ կարող։
Եթե առաջարկից ես վատ զգում, կներես, էլ չեմ ասի։ Չէ, առաջարկի հետ կապված չի, ուղղակի զանգը անսպասելի էր։ Վատ առումով անսպասելի, թե լավ։ Չէ, ուղղակի հիմա շատ խառն եմ, մտքերս խառն են, կներես։ Գիտեմ, ու ես էլ ուզում եմ քեզ ձեռք մեկնեմ։ Համար ես դժվար պահին։ Հոգեպես կողքիդ լինեմ։ Շատ շնորհակալ եմ, Նանա ջան։ Նկատի կունենամ, բայց հիմա զբաղված եմ, կներես։ Լավ, եթե մտափոխվես, ամեն դեպքում հիշի, ես նույն բառում եմ, որ վերջին անգամ հանդիպեցինք, հիշում ես։ Հա, ոնց չէ։ Լավ կանես, որ գաս։ Ես խոսք եմ տալի, ամեն ինչ կանեմ, որ գոնե մի փոքր տրամադրությունդ վերցրենա։ Մերսի Նանա ջան, նկատի կունենամ, հաջողություն։ Տղես մի րոպե սպասես։ Մամ ջան, շտապում եմ, շուտ ասա, հա։ Ինչ ես ջղայնացած, ինչ է եղել, ուր է շտապում։ Մամ ջան, առանձնապես ոչինչ բան, գնում եմ Բաբկենից տուն, ինչ որ բաներ կա պարզելու։ Բաբկենի կինն է վատացել։ Մամ, չգիտեմ, հենց ինքն է կանչել, գնում եմ տեսնեմ։ Լավ, տղես, մի րոպե, ուզում եմ ասել, որ այսօր երեկոյան միասին ընթրելու ենք։ Սոկրատին եմ հրավիրել կնոջ հետ Սոնայի։ Մամ, լավ էլի, ես այդ ընթրիքների հավեսը չունեմ, իզուր էլ հրավիրել ես։ Տղես, ամենալավ միջոցը հաշտվելու, միասին սեղան նստելը մի բաժակ իրար հետ խմելն է։ Չեմ ուզում Սոկրատի հետ կապված այն վեճեր, ինչ որ ծանրանա մի տեսակ։ Միասին կնստենք, կհաշտվենք, ամեն ինչ լավ կլինի, դա ամենալավ միջոցն է, հավատա ինձ տղես։ Ան չպարզված էլ լիքը հարցեր կան։ Ու ես համոզված եմ, որ Սոնան ճանաչում է Անուշին, ուղղակի ինչ-ինչ պատճառներով ձեն չի հանում։ Տղես, ժամանակը ամեն ինչ կլուծի։ Կտեսնես։ Մենք Սոկրատի հետ չենք կարող կռվել տղես։ Սոկրատը գիտես, իմ աջ ձեռքն է եղել միշտ տարիներ շարունակ ու հիմա երբ որ դու սկսես այս ամեն ինչով զբաղվել, քո ձեռքը վերցնես։ Սոկրատը մեզ շատ է պետք գալու տղես։ Մամ, հավատա։ Մամ ջան, չգիտեմ, լավ, կփորձեմ հասցնեմ, լավ։ Փորձի լավ տղես։ Հա, դե լավ, հաջողություն։ Հաջող։ Ես ինչ է։ Կարող եմ մարդասպանել։ Եկել էր քեզ սպաներ ու փախներ։ Սպանելու համար պատճառներ է պետք ունենալ։ Բայց ինձ սպանելու պատճառ չկա, տիկին Լիլի։ Մալադեց։ Լավ էլ ռիսկով պատասխանում ես։ Իմ նման տղամարդը վախենալու բան չի կարա ունենա։ Ասի ֆելո ես շատ ժամանակ չունեմ խոսելու, բայց հետդ գործ կա։ Դու գիտես, չէ՞։ Ես միշտ էլ հատուկ ուշադրություն եմ դարձրել քեզ։ Ու
Եթե ուզում ես ես փոշի ու կեղտից անցնես ավելի պատասխանատու գործի, ուրեմն պետքա համագործակցես բելու։ Պատասխանատու գործերը միշտ բարեկամ ծանոթների եմ վստահում։ Ես գյուղացի տղա եմ, հասարակ բանվոր։ Ինձ նով որ լիներ, հիմա դու ես ամեն ինչին տեր կանգնել։ Ես կարամ դառնամ այդ վստահելի մարդը։ Բայց դե շեֆի մարդը Ռազն է, գիտեք։ Ռազը։ Գիտես ինքը լավ հատկություններ ունի։ Շատ ռիսկով է։ Սոկրատի ասածը իր համար օրենք է։ Ու չի վախենում ոչ մի բանից։ Եսը չեմ վախում, ոչ մի բանից։ Սոկրատից էլ։ Ինչի եք անդադար ասում։ Ավելի պարզ կարաք խոսակ։ Չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը։ Խոսքը մեծ, շատ մեծ հողերի մասին է։ Ու արյան։ Ռազին ու Սոկրատին պետքա վերացնել։ Ու ես գիտեմ դա ոնց կանենք։ Բայց ինձ իսկական տղամարդ է պետք։ Դե, ասենք քո նման։ Ռազ, զանգում ես, քո չերեզներով ճշտում ես, թե ով է Լիլին զանգում ու նամակներ ուղարկում։ Լիլին մտածում է ես եմ, բայց դե համ դու համ Լիլին ես գործի մեջ իմ համար դուք շատ կարևոր եք։ Ու ինձ ավելնորդ կասկածներ պետք չի։ Հենց որ հետաքրքրվում ես ու շտապ կապվում ես իմ հետ։ Լսի Սոն, արի գնանք խանութներով, հա։ Ուզում եմ հենց տուն գնալու կապակցությամբ քո համար մի հատ լավ շորիկ առնեմ։ Չեմ ուզում։ Հա, բայց այդ քո ուզելով չի։ Պատրաստվի, ես գալիս եմ գնանք։ Վերջը կասես այդ կինը ով է ու ինչի է եկել։ Բաբկեն, այդ աղջիկը մեր գյուղից էր։ Այնքան տարի է անցել, որ այդ պահին չհիշեցի թե ով է։ Էլ ինչ կա։ Ինչ ինձ էլ չես ասում, Հասմիկ։ Լավ, եթե մտափոխվես, ամեն դեպքում հիշի, ես նույն բառում եմ, որ վերջին անգամ հանդիպեցինք, հիշում ես։ Ալո, լսում եմ ով է։ Նորից Նանան է, Բաբկեն։ Ուղղակի շատ անտրամադիր էիր, զանգեցի տեսնեմ լավ ես։ Չէ, լավ չեմ։ Ես սպառում եմ, եթե ուզես արի։ Նանա։ Ես այստեղ եմ, տիկին Հասմիկ, ձեր կողքը կանգնած եմ։ Գիտեմ։ Բաբկենը տանն է։ Չէ, որ տանը լիներ, այստեղ կլիներ։ Այդ քո գործը չի, որ տանը լիներ, որտեղ կլիներ։ Գնա գործը դարա։ Լուսինե, ինձ մոտ Ռուբենն է գալու։ Խնդրում եմ, հենց գա անմիջապես կուղեկցես իմ սենյակ, լավ։ Լավ։ Արփին որտեղ է։ Արփին իր սենյակում Անուշի հետ է խոսում։ Շատ լավ է։ Ռուբենի մասին չմոռանաս, գնա։ Հասկացա, դե ես գնամ։ Գնա։ Այ Լուսինե։ Գիտես չէ, ինչքան շատ եմ քեզ սիրում։ Ինչքան թանկ ես ինձ համար։ Ասում ես, բայց Առանց բայցի։ Ես քեզ շատ եմ սիրում, Արփի։ Ու միշտ ա տենց լինելու, լսում ես։
Ինչ ա եղել Արփի։ Ոչ մի բան։ Դու պիտի ասես ինչ ա եղել։ Չեմ հասկանում քեզ։ Դու ես եկել իմ սենյակ ու դու ես ուզում իմ հետ խոսել։ Ինչ որ սիրո մասին էիր խոսում։ Շարունակի։ Ճիշտ ես։ Բայց կան բաներ, որոնց մասին այդքան էլ հեշտ չի խոսելը։ Մենք իրար վստահում ենք, չէ՞ Արփի։ Ու ես գիտեմ, որ դու էլ ես սիրում ու պետք է ինձ հասկանաս։ Անուշ հերիք այս կողմ են կողմ ընկնես։ Ավելի լավ ասա ինչի մասին է խոսքը։ Դու ինձ պատմել ես Ռուբենի մասին։ Հիմա ես եմ ուզում քո հետ իր մասին խոսել։ Հա, երևի Ռուբենի ընկերուհու մասին ես, հա, ուզում խոսենք։ Մի րոպե գուշակեմ, չլինի այդ չար կախարդ շահամոլին ճանաչում ես դու, ով խլեց Ռուբենի սերը ինձանից։ Ասա Անուշ, գիտես ով ա։ Երևի արդեն գիտես ով ա Անուշ, գիտես։ Համար է ժամանակը։ Էլի անջատած այստեղ ու հեռախոսը։ Հենց կարդաս զանգի հետդ խոսելու բանն է։ Ինչ ես զարմացած նայում Անուշ, դու շատ էլ լավ գիտես, որ ես ատում եմ այդ կնոջը։ Գիտեմ, բայց… Անուշ, ով այդ կինը ասա, անունն ասա, դե… Արփի, լսի ինձ աղջիկս, դու պետք է լսես ու հասկանաս ինձ։ Անուն ասա Անուշ, ով այդ կինը, ես քեզանից եմ ուզում լսեմ։ Արփի, իմ աղջիկ, ես քեզ ինչ աղջիկ Անուշ։ Ես քո աղջիկը չեմ Անուշ։ Դու դավաճանել ես ինձ, դավաճանել ես Անուշ։ Ատում եմ ես քեզ, դու ես գողացել ինձանից Ռուբենին։ Արփի, ստախոս, կեղծավոր դավաճան։ Ես ատում եմ քեզ Անուշ, ատում եմ։ Ես էի հիմար, որ քո նմանին վստահել եմ այսքան ժամանակ։ Գլուխս ուսի դրած լաց եմ եղել։ Պատմել եմ, որ Ռուբենը ինձ չի սիրում, ուրիշին ա սիրում։ Իսկ դու ինչ ես արել Անուշ։ Անմեղի հայացքով ինձ ես մխիթարել։ Դրա համար էիր ասում, որ ես Ռուբենին համապատասխան չեմ, որ ես կտանջվեմ։ Ես հիմա եմ տանջվում Անուշ, հիմա։ Չէ, Արփի, խնդրում եմ։ Սիրտս կտոր արեցիր Անուշ։ Ատում եմ ես քեզ։ Արփի աղջիկս, խնդրում եմ, լսի ինձ։ Ինչ հիմար եմ եղել։ Աստված իմ ինչ հիմար եմ եղել, որ չեմ հասկացել, թե ինչ ա կատարվում։ Երևի Ռուբենի հետ իմ վրա եք, չէ՞ ծիծաղում։ 15 տարեկան երեխայի վրա։ Արդեն պատկերացնում եմ, թե ինչ էիք խոսում Անուշ։ Պատկերացնում եմ։ Այ Ռուբեն, այդ հիմարի կարպին չի հասկացել, թե որ մենք միասին ենք։ Չի կասկածում, որ մենք իրար ենք սիրում։ Անուշ, դու դավաճան ես, Անուշ։ Խնդրում, աղջիկը, լսի ինձ, աղջիկս, խնդրում եմ։ Ինձ աղջիկս չասես։ Ես ավելի լավ մեռնեմ, քան քո աղջիկը լինեմ Անուշ։ Լսի, վերջին անգամ եմ կրկնում։ Ավելի լավ մեռնեմ, քան քո համար աղջիկ լինեմ։ Դավաճան, ստախոս։ Ռուբեն, ես գիտեմ, որ Արփին քեզ ա սիրահարված։ Ու ես գիտեմ, թե ինչ կա ձեր մեջ։ Հասմիկ, մեր մեջ ոչ բան ա եղել, ոչ էլ կարա ինչ-որ բան լինի։ Խոսալուց առաջ խնդրում եմ մտածի։ Ես ուզում եմ քեզ խնդրել, որ հիմա այստանից գնաս ու այլևս չվերադառնաս։ Մերսի գրքի համար, կաշխատեմ շուտ վերադարձնեմ։ Դե լավ գնացի, կհանդիպենք դասի ժամանակ։
Արի, ընկեր ջան, քո ոտով գալիս ես։ Գնամ այս անգամ ով է քեզ բերգելու։ Հասմիկ ժամանակն է, որ պարզ խոսենք։ Ինչ ընդհանուր բան կարող ենք մեկ ունենալ, լնել պարզ խոսելու համար։ Երկար տարիներ խաբել ես Բաբկենին, ասելով, որ Արփինների աղջիկն է, բայց Արփին քո ու Բաբկենի աղջիկը չի։ Ռոյա, լռիր։ Արփի, ես քեզ էի սպասում։ Ես ու մաման շատ չպարզաբանված հարցերի մասին ենք խոսել, ու հատկապես քո մասին։ Ու հիմա մենք ուզում ենք, որ դու գնաս մեր տանից։